Ես մի նոր քարոզաշարք եմ սկսում, սիրելի եղբայրներ եւ քույրեր, վերնագրված այսպես. մի գնա այդ եկեղեցին, եթե մի գնա այդ եկեղեցին, եթե ես խոսել եմ 5 կամ 6 նշանների մասին, որոնք երբ դու տեսնես, երբ որ բացահայտ սկսեն երևալ այդ նշանները, էլ մի հապաղիր, ուղղակի փախիր այնտեղից։ Որովհետև ինչքան հապաղում ես, այնքան խճճվում ես, այնքան խաբվում ես։ Ես խոսել եմ այն բացահայտ 5 կամ 6, տեսնենք առաջ Աստված, նշանների մասին, որոնք որպես ազդանշան քեզ եւ ինձ ցույց են տալու, որ այն ավետարանը, որ քարոզվում է այստեղ, դա Հիսուս Քրիստոսի ավետարանը չէ։ Առաջին Հովանու 4-րդ գլուխ, առաջին համարն ասում է. Սիրելիներ, ամեն հոգի մի հավատակ։ Ապա հոգիները փորձեցեք, թե արդյոք Աստծո են, վասնզի աշխարհի մեջ շատ սուտ մարգարեներ ելած են։ Ամեն։ Առաքյալը զգուշության կոչ է անում, հորդոր, որպեսզի չլինի թե հանկարծ միամտաբար ամեն հոգու հավատանք։ Հավատացյալները շատ դյուրությամբ հակված են հավատալու ամեն ինչի։ Ով որ Քրիստոսի անունով խոսում է, ով որ Աստծո անունից խոսում է, հավատացյալ մարդիկ շատ հաճախ միամիտ մարդիկ են լինում։ Նրանց միտքը շատ հաճախ միամիտ է, պարզունակ է, եւ նրանք հեշտությամբ չեն կարողանում տարանջատել, զանազանել, մի քիչ փորփրել, հասկանալու համար, արդյոք դիմացինը այս հոգին արժան է իմ վստահությանը։ Սա կարևոր հարց է, որովհետև ամեն հոգի չէ, որ ունակ է եւ ընտրված Տիրոջը կողմից դառնալու քո հոգևոր ծնողը, քո հոգևոր դաստիարակը, քո հոգևոր ուսուցիչը։ Դու ամեն ուսուցչի մոտ չես ուղարկի քո երեխային։ Ամեն մարդ, ամեն այսպես մի քիչ փայլուն երևացող տեսակի չես վստահի քո երեխայի դաստիարակությունը։ Մենք փնտրում ենք, չէ՞, լավ ուսուցիչ ենք փնտրում, մենք լավ դպրոց ենք փնտրում։ Ես այս տարի կյանքիս մեջ առաջին անգամ ուրեմն այդ խնդրի առջև կանգնեցի։ Ես հասկացա, որ դա շատ լուրջ խնդիր է, որտեղ պետք է ես տանեմ իմ երեխային, ինչ դպրոց պետք է տամ իմ երեխային։ Ես հասկացա, որ իրավունք չունեմ սխալվելու։ Որքան ավելի մենք պետք է կարևորենք, թե ուր ենք գնում եւ ովքեր են, ով է եւ ովքեր են հանդիսանում մեր հոգեվոր դաստիարակները։ Առաքյալն ասում է ամեն հոգի մի հավատացեք։ Փորձեցեք, թե արդյոք Աստծո են։ Մեր գեր նպատակը պետք է լինի հասկանալ, ճանաչել, արդյոք այս անձը, որը որ մեզ ուսուցանում է, կամ այս եկեղեցին, որը որ մեզ կրթում է, դաստիարակում է, հոգևոր կրթություն է տալիս,
Արդյոք Աստծուց է թե ոչ։ Աստծուց է թե ոչ։ Սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ կարան նույն պիտակը կրող տարբեր եկեղեցական կամ կրոնական խմբեր լինեն, բայց ոչ բոլորը լինեն Աստծուց։ Փորձեցեք, սա նշանակում է ամեն բան հալած յուղի տեղ մի ընդունեք։ Այդպես հեշտությամբ որպես ճշմարտություն մի ընդունենք, ամեն ինչ ինչ որ քարոզվում է, ինչ որ խոսվում է, եւ ամեն եկեղեցի չէ, որ մենք պետք է այսպես միանգամից ընդունենք որպես ճշմարտության աղբյուր։ Այո, փորձեցեք, արդյոք Աստծուց են թե ոչ։ Գոյություն ունեն չափանիշներ եւ նայեք, գոյություն ունեն վկայություններ, որոնք որ մեզ հայտնում են, թե որքանով է այս հոգին կամ այս խումբը կամ այս եկեղեցին Աստծուց թե ոչ։ Ուրեմն լսեք, գոյություն չունի աշխարհից վրա մի եկեղեցի, որի վրա Աստված ի սկզբանե կնիք է դրել ու ասել է հենց էս է իմ եկեղեցին։ Մենք սերտիֆիկատ չունենք Աստծուց, ոչ մեկ չկա աշխարհի վրա մի եկեղեցի, հա, այդ տասնյակ, 100 հազարավոր եկեղեցիների մեջ չկա մի եկեղեցի, որը Աստծուց սերտիֆիկատ ունենա։ Ինքս հասկանում եք։ Եթե ուզում եք իմանալ, սիրելիներ, Աստված մեկ եկեղեցի ունի։ Մեկ եկեղեցի։ Ու դա մեր եկեղեցին չի։ Այդ տեզերական եկեղեցին է։ Դա Աստծո տեզերական եկեղեցի, դա փրկյալների խումբն է։ Այդ եկեղեցու անդամները կարելի են աշխարհի տարբեր եկեղեցիներում։ Լսում եք։ Տարբեր եկեղեցիներում։ Դրանք վերստին ծնված հոգևոր ծնունդ ունեցող ճշմարիտ Հիսուս Քրիստոսի աշակերտներն են, որոնք որ կարան բազմասեռ են, դրանք դու բազմասեռ ասելով նկատի ունեմ երկու սեռ կա, համ տղամարդը, համ կինն է, չգնաք մեծ թվերի հետևից։ Ինչպես ժամանակին Ամերիկայում կար, Եվրոպայում կա, հիմա գիտեք ինչ սեռեր կան։ Դրանք տարբեր ռասաներից են, դրանք տարբեր գույներից եւ այլն, տարբեր լեզուներից կապ չունի, ազգություն, սահման գոյություն չունի։ Աստված մեկ եկեղեցի ունի։ Եվ դա իր տեզերական եկեղեցին, դա իր հարս եկեղեցին է։ Հիսուս Քրիստոսը գալու է հենց այդ եկեղեցու համար։ Վերստին ծնված Աստծո հոգու կնիք իրենց կյանքում ունեցող Հիսուս Քրիստոսի հետևորդներն են։ Սա է Աստծո եկեղեցին։ Բայց այս կնիքը Աստված դրել է նրանց սրտերում, ոչ թե այն եկեղեցական կառույցների վրա, որոնք որ մենք կարանք ճիշտ կամ սխալ անվանենք։ Ուրեմն ոչ մեկ չունի Աստծուց տրված լիցենզիա, հավաստագիր։ Ոչ մեկ չունի։ Ոչ մեկ չի կարա բերի ցույց տա, ասի, որ գիտեք ինչ, էսա առաջին դարում Հիսուս մեր եկեղեցուն տվել է այս հավաստագիրը եւ միջև այսօր ոչ մի կետ մենք չենք խախտել ու պահպանում ենք բոլոր այդ չափանիշները։ Հասկանալի է, չէ՞։ Փորձեցեք, նշանակում է կան այսպես ազդանշաններ եւ կան չափանիշներ, որոնցով դուք կարող եք քննել ու հասկանալ, սա Աստծուց է, թե Աստծուց չի։ Նախապես ասեմ, որ այդ չափանիշներից մեկը սա չէ, որ այդ եկեղեցին պետք է լինի, կամ այդ եկեղեցու հովիվը, կամ եպիսկոպոսը, կամ առաջնորդը լինի կատարյալ մեկը։ Առանց սխալների եւ առանց սայթակումների եւ այսինքն կատարյալ մի սուրբ պետք է լինի։ Սա չի չափանիշը։ Դա հիշեք։ Որովհետեւ եթե մեզանից շատերս ապրեինք օրինակ առաջին դարում, կարող է Պետրոսի հիմնած եկեղեցին չգնայինք, իմանալով Պետրոսի անցյալը։ Ճիշտ է։ Մարդը Հիսուսին ուրացավ եւ հայոյեց։ Կգնայր այդ եկեղեցին։ Մարդկորեն եթե խոսենք հնարավոր է որ ոչ, չէ՞։ Եվ այլն լիքը մարդկային պատճառներ, բայց Աստված Պետրոսը օգտագործեց իր եկեղեցին հիմնելու համար։
կան որոշ ազդանշաններ, որոնք որ խոսում են նրա մասին, որ սա ուրիշ ավետարան է։ Պողոս Առաքյալը Գաղատացիս նամակի մեջ ասում է, եթե մեկը գա ձեզ ուրիշ ավետարան քարոզի, որ մենք չքարոզեցինք, նզովյալ լինի։ Ուրիշ ավետարան։ Սրանք նշաններ են, որոնք որ մեզ վկայելու են, որ այստեղ ուրիշ ավետարան է քարոզվում։ Ես չեմ կարող ասել ուր գնաք, որն է ճիշտը, քանի որ հիմա ամեն բան խառնված է իրար։ Շատ է խառնվել իրար։ Եթե առաջ եկեղեցու անունը որոշ չափով տալիս էր վստահություն մարդու մոտ, եթե այդ անունը կրում էր, քիչ թե շատ մենք վստահություն ենք, ասում ենք, հա, այս իրանք ճիշտ են, ավելի մոտ են Աստվածաշնչին, ավելի մոտ են այն չափանիշներին, որ մենք Սուրբ գրքում կարդում ենք, ավելի հակված են հոգևոր սուրբ մաքուր կյանք ապրելու, չէ՞։ Առաջ կար այդ չափանիշ, քիչ թե շատ այդ վկայությունը կար, հիմա խառնվել է իրար ամեն բան, հիմա ապականվել է ամեն բան։ Այդ որ տարիներ ի վեր որ պաչել ես այդ հոգևորականի ձեռը, հիմա սկսում ես գլխի տալ, ասես, այդ ինչ ձեռ եմ պաչել։ Խառնված է իրար, չես իմանում։ Մեկը դարել է ոմանց համար շահույթի աղբյուր, մի եկեղեցի դարել է սեփական ամբիցիաները բավարարելու մի վայր, ուրիշ մեկը դարել է այսինչ կամ այնինչ քաղաքական ուժերի կողմից օգտագործվող որպես լծակ, որպես գործիք, այն մեկը իր անձնական շահի համար է եկեղեցի բացել, այն մեկը դրսի սպոնսորներին բան ցույց տալու համար է բացել, չես հասկանում, խառն է ամեն բան, ոնց չխճճվես։ Հիսուս Մատթեոս ավետարանում կարդում ենք 9-րդ գլխում 36-րդ համարում ժողովուրդները տեսնելով անոնց վրա խղճաց, վասնզի հոգնած ու ցիրուցան եղած էին հովիվ չունեցող ոչխարների պես։ Հիսուսը ժողովուրդներին տեսնելով, մարդկանց տեսնելով ինչ է կատարվում իր շուրջը, խղճաց նրանց վրա, գթաց նրանց, տեսնելով նրանց առօրյան, նրանց խնդիրները, նրանց խեղճությունը, նրանց մոլորված լինելը, նրանց իրար հանդեպ ունեցած լարվածությունը, վեճերը, կռիվները, հայոյանքները, ամեն մեկ իր կտորն է ուզում փախցնել, ամեն մեկ իր շահն է ուզում փախցնել, մեկը խնդիրների տակ ճկռած, մյուսը պարտքերի տակ, այս ամեն վիճակները տեսնելով գրված է Հիսուս նայեց ժողովուրդներին եւ խղճաց նրանց, ասում է հովիվ չունեցող ոչխարների պես էին, հովիվ չունեին, պարզապես հովիվ չունեին, դու գիտեք մեր ժողովրդի խնդիրը ինչն է, հովիվ չկա, հովիվ չունենք, չկա այն մեկը, որը որ ունենային բարձր, հոգևոր արժեքները, որը կստիպի մարդկանց ակնածանք ունենալ իր անձի հանդեպ և հետևել նրա քարոզած ավետարանին, հովիվ չունեին, հովիվներ կային, այս Առաքյալն ասում է ամեն հոգի մի հավատացեք, հապա հոգիները քննեցեք արդյոք Աստուծմե են, մեր հարցը պետք է լինի արդյոք սա Աստծուց է թե Աստծուց չէ, որովհետև այդ հոգիները, որոնք սուտ մարգարեներ են, սուտ քարոզիչներ են, սուտ հովիվներ են, նրանք ամեն բան պիտի անեն, որ մարդկանց սերը, ուշադրությունը, չգիտեմ, հավատը ուղեն դեպի իրենց անձը, բայց մեր հոգևոր պահանջները այդպես չեն բավարարվելու և մենք դրանով չպետք է տարված լինենք,
Հովիվը չպետք է ջանա ամեն բան անել, որ իրեն սիրեն։ Նրա գերագույն նպատակը պետք է լինի, որ Աստծուն սիրեն, Աստծուն գան, Աստծուն դառնան։ Հովիվը չպետք է, եկեղեցին չպետք է ամեն ջանք գործադրի, որ իր անունը երևա, բրենդ չպետք է սարքենք մեր եկեղեցու անունը այս ժողովրդի հասարակության մեջ, այլ մեր պաշտած ու երկրպագած Աստվածը պետք է դառնա կենտրոնը մեր քարոզչության եւ բոլոր սլակները մեր պետք է ուղենք նրան, որ երկնքում է, որին արժան է տալ ամեն փառքը, պատիվը, որովհետեւ նա է վեհն ու վեհափառը։ Խղճաց նրանց, որովհետեւ հովիվ չունեցող ոչխարների պես էին։ Երբ ժողովուրդը չունի հովիվ, խճճվում է։ Երբ դու ունես հովիվ, խիղճդ հանգիստ է, հոգիդ հանգիստ է։ Անկամ եթե սխալվում ես, անկամ եթե սայթակում ես, անկամ եթե մոլորվում ես, գիտես, կա մեկը, որ կգա հետևիցդ, կա մեկը, որ ձեռդ կբռնի, կա մեկը, որ քեզ կուղորթի, կա մեկը քեզ կհանդիմանի, կշտկի, կխնամի, կսիրի, կգուրգուրի։ Այս վստահությունը ունի մեր ազգը, ունի մեր ժողովուրդը, թե ոչ։ Ում է փնտրում մեր հովիվը, մեր, ում է փնտրում, ինչ է փնտրում, մեծամեծերին, մեծահարուստներին, փողատերերին, դրսի եկած հյուրերին համբավ ունեցող, ում ենք մենք փնտրում, որպես հովիվ, թե Իսրայելի կորսված ոչխարներին, այսինքն Աստծո ժողովրդին են, կորսված հոգիներին, մենք գնում ենք նրանց հետևից, թե ոչ։ Գիտեք, ինչ խորանում ճանաչածս սարկավակի կամ ճանաչածս հոգևոր ծառայողի ոտքերը լվալը, այդի լավ է, սիրուն է, գեղեցիկ է, բայց գնալ լվալ ոտքերը անցագործի բերդում գաղութում նստած մեկի, սա ուրիշ է։ Այդ սիրո հպումը ով ունի ավելի շատ։ Եթե ես իմ ժամանակը շատ ավելի անցկացնում եմ այն իմ նեղ ամենամտերիմ վստահելի շրջանակի հետ, լավ է, փառք Աստծո, քեզ ապահով կզգաս, բայց մենք որպես հովիվ կանչված ենք գնալու ում ետևից։ Կորսվածի, մեղավորի, մեղքերի մեջ թաղվածի, հեռացածի Աստծուց, իրա հետևից պետք է գնանք մենք։ Այս խնդրի լուծման բանալին Հիսուս տալիս է, նույն խոսքը գրված է նաև Մարկոսի ավետարանում, բայց այնտեղ փոքրիկ ուրիշ ձևակերպում կա, Մարկոս 6:34։ Հիսուս երբ դուրս ելավ շատ ժողովուրդ տեսնելով, խղճաց անոնց վրա, վասնզի հովիվ չունեցող ոչխարների պես էին, եւ շատ բաներ սովորեցրեց նրանց։ Ուրեմն խնդիրը տեսավ, գթաց նրանց, խղճաց նրանց վրա, հետո ախտորոշում արեց հովիվ չունեցող ոչխարների պես էին, այսինքն խնդիրը հովիվ չունեին, դրա համար ցիրուցային էին եղել, եւ հետո տվեց բուժումը, լուծումը, գիտեք որն էր լուծումը։ Ասում է, եւ շատ բաներ սովորեցրեց նրանց։ Ուրեմն լուծումը, որ ժողովուրդը չխճճվի, որ ժողովուրդը չմոլորվի, այդ գիտեք ինչն է։ Կրթելը, սովորեցնելը։ Աստված կյանքի ամեն իրավիճակի համար, յուրաքանչյուրիս կյանքի ամեն պարագայի համար ունի
լուծումներ։ Մեր բոլոր խնդիրների համար նա ունի լուծումներ։ Ընդհանրապես մենք երբ որ սկսեցինք այս կյանքը ապրել, այս անհայտության մեջ մեր գոյությունը փորձում ենք պահպանել, իմացեք, որ Աստված ունի ինձ եւ քեզ համար ուղեցույց։ Սաղմոս 2-ն ասում է, որ քո խոսքը ճրագն է իմ ոտքերուս։ Ոտքեր, այսինքն իմ քայլերիս։ Աստծո խոսքը մեզ համար կյանքի ուղեցույց է։ Եվ եկեղեցու գործը ուսուցանելն է, սովորեցնելն է, ժողովրդին կրթելն է, հոգևոր դաստիարակություն տալն է։ Սա է եկեղեցու գլխավոր գործը՝ ավետարանը քարոզել, ավետարանել, փրկության բարի լուրը հասցնել մարդկանց եւ երկրորդ աշակերտել, ուսուցանել, սովորեցնել, որովհետև ուսյալ եւ կրթված հոգևոր դաստիարակություն ստացած ազգը, ժողովուրդը հեշտությամբ չի մոլորվի, հեշտությամբ չի խճճվի եւ հեշտությամբ չի կորսվի։ Կա չէ՞ տարբերություն։ Տեսեք, Օվսեա մարգարեն ինչ է ասում։ Օվսեա 4-րդ գլուխ 6-րդ համար։ Իմ ժողովուրդը գիտություն չունենալու համար բնաջինջ եղավ։ Որովհետև դու գիտությունը մերժեցիր, ես էլ քեզ պիտի մերժեմ, որպեսզի անգամնալ ինձի քահանա չլինես։ Որովհետև քո աստծույթ օրենքը մոռացար, ես էլ քո որդիներդ պիտի մոռանամ։ Շատ լուրջ խոսքեր են։ Այս հանդիմանությունը ուղղված է Իսրայելի քահանաներին, Իսրայելի հոգևոր դաստիարակներին։ Ունայք ինչ է ասում։ Իմ ժողովուրդը գիտություն չունենալու համար բնաջինջ եղավ։ Կորսվելու, մոլորվելու, խճճվելու։ Պատճառը ինչն է, գիտեք։ Տգիտությունը։ Տգիտությունը։ Հոգևոր գիտության պակասը։ Իմ ժողովուրդը գիտություն չունենալու համար պատճառով բնաջինջ եղավ։ Կարա տգիտությունը մարդուն բնաջինջ անի, ազգին բնաջինջ անի։ Դուք կարծում եք բնաջինջ է անում մենակ սուրը։ Դուք կարծում եք բնաջինջ է անում մենակ քաղցը, հացի պակասը։ Ոչինչ ավելի չի վնասում, ոչինչ ավելի ազգին, ժողովրդին, հոտին, համայնքին չի վնասում, ավելի քան գիտության, Աստծո խոսքի գիտության պակասը, ուրիշ խոսքով տգիտությունը։ Եվ այս ամենում ում է մեղադրում, ասում է, որովհետև դու գիտությունը մերժեցիր, ես էլ քեզ պիտի մերժեմ։ Ում է ասում այս խոսքը։ Որովհետև դու գիտությունը մերժեցիր, ես էլ քեզ պիտի մերժեմ։ Ում է ասում այս խոսքը։ Առաջին հայացքից պիտի թվա, թե ժողովրդին է ասում այդ խոսքը։ Չէ՞, ժողովուրդը մերժեց գիտությունը։ Չէ, թանկագինները, ժողովրդին չի ուղված, բնաջինջ եղածին չի ուղված այս խոսքը։ Այս խոսքը ուղված է, լսեք, որովհետև դու գիտությունը մերժեցիր, ես էլ քեզ պիտի մերժեմ, որպեսզի անգամնալ ինձի քահանա չլինես։ Ում էր ուղված խոսքը քահանային։ Ով մերժեց գիտությունը, քահանան մերժեց։ Այսինքն նրանք, ովքեր որ կոչված էին լինելու ազգի, ժողովրդի, համայնքի, հոտի, հոգևոր դաստիարակը, նրանք մերժեցին Աստծո գիտությունը, որի արդյունքում ժողովուրդը բնաջինջ եղավ։
Լսեք, ես էլ քեզ պիտի մերժեմ, որպեսզի անգամն էլ ինձի քահանա չլինես։ Եթե ես որպես հովիվ իմ ֆունկցիան չեմ կատարում, իմ առաքելությունը չեմ կատարում, իմ գործը չեմ կատարում, Աստված ինձ մերժելու է։ Աստծո մոտ ծանոթ բարեկամ չկա։ Աստծո մոտ չկա մենք 1700 տարվա քրիստոնյային կոմոդ լիքը, երեք ընկերս ինձ զանգահարեց, ասում է մի հարազատ մարդու թաղման ժամանակ բարեկամները ելան եւ ասացին, այս մեռնողի մասին ասացին, որ ինքը Աստծո մոտ այնքան կներեք ռուսերեն խոսքը պիտի օգտագործեմ, ինքը Աստծո մոտ այնքան զասլուգա ունի, որ այնտեղ ընդհանրապես հարց չկա էլի, որ ընդունեն իրան, ինքը այնքան զասլուգա ունի, զասլուգան հայերեն արժանիք ունի, էլի, այնքան արած ունի, վաստակ ունի, Աստծո մոտ այնքան վաստակ ունի, որ այնտեղ էլ հարց պատասխան չկա, էլի երկնքում, այսինքն այդ հոխորտալը, այդ ամբարտավանությունը նայեք։ Այս տգիտությունը որտեղից է գալիս։ Որտեղ հոգևոր դաստիարակ չունեն։ Հոգևոր ուսուցիչը իր ֆունկցիան չի կատարում, իր առաքելությունը չի կատարում։ Որ մի դպրոցի տնօրենը կհանդուրժի այն ուսուցչի արկայությունը, ներկայությունը իր դպրոցում, որը տարիներ շարունակ գործի չի գալիս, կամ ձևական դասեր է անում։ Կլինի այդպես։ Կլինի։ Հետո որ ծնողը իր երեխուն վերցնում, հանում է այդ դպրոցից, տանում է ուրիշ դպրոց։ Էլ ինչի եք նեղանում։ Ինչու եք անուն կոչում, նրանք վատն են, նրանք աղանդավոր են, նրանք էս են։ Որովհետև մենք մեր գործը չենք անում, որին կոչված ենք։ Աստված էլ իր եկեղեցու տերն է։ Իմ ինչ այլոց ասեմ, որ եկեղեցիում Աստված սկսում է մաքրության գործ անել, չգիտեմ, հովիվա հանում, զարգավակա հանում, քարոզիչա հանում, այս ինչ անդամինա հանում, այն ինչ իմացեք, որ դա լավ եկեղեցի, դա ճիշտ եկեղեցի է։ Մենք ասենք, այս ինչ ասեցիր, խառնվեց իրար, դա լավ եկեղեցի է։ Դա Աստծո եկեղեցին է, գիտեք ինչու։ Որովհետև Աստված գործ է անում, որովհետև դա Աստված իրանն է համարում։ Դա Աստված իրանն է համարում։ Եթե Աստված իրանը չհամարեր, այնտեղ գործ չուներ անելու։ Բան չուներ անելու այնտեղ։ Ես ուրախ եմ շատ։ Աստված գործ է անում, սրբում է։ Այդ վկայում է, որ սա իր եկեղեցին է։ Որովհետև ինքն է Տերը։ Որովհետև ինքն է անարժանին հանում, արժանավորին բերում։ Ինքն է որոշում, ով պետք է լինի եւ ով պետք է չլինի։ Ով իր ֆունկցիան կատարում է եւ ով իր ֆունկցիաները չի կատարում, այսինքն իր առաքելությունը։ Բայց լսեք, որովհետև ասում է քո Տեր Աստծո օրենքը մոռացար, ես էլ քո որդիներդ պիտի մոռանամ։ Քանի որ դու ասում ես քո Տեր Աստծո օրենքը մոռացար, ես էլ քո որդիները պիտի մոռանամ։ Ցավոք սրտի, երբ եկեղեցին, հիմա երբ որ ես ասում եմ եկեղեցին, պետք չէ հանկարծ մեր մտքի մեջ կենտրոնանանք այսինչ եկեղեցուն կամ այնինչ եկեղեցու վրա։ Դրա մեջ մտնում ենք բոլորս, ովքեր որ մեզ եկեղեցի ենք կոչում կամ հավատում ենք, որ մենք եկեղեցին ենք Աստծո։ Դրանապես բոլորս որպես եկեղեցի Տիրոջ։ Ասում է, քանի որ դու Աստծո օրենքը մոռացար, ես էլ քո որդիներդ պիտի մոռանամ։ Երբ քահանան, երբ հոգևոր դասը, երբ հովիվը, երբ եկեղեցու առաջնորդը, եկեղեցու ուսուցիչները, եկեղեցու վարդապետները մոռանում են Աստծո օրենքը, տարված են ուրիշ բաներով, կերոխումով, հարստանալով,
իրենց բիզնեսներով, իրենց կրոնական մի քանի ծեսեր անելով ընդամենը, բայց բուն իրենց առաքելությունը չեն կատարում, ավետարանել եւ ուսուցանել, հիշեք, հետևանքները կրում է ժողովուրդը։ Ասում է, ես էլ քո որդիները պետք է մոռանամ։ Որդիներն ովքեր են։ Հավատացյալ հոտը, հավատացյալ ժողովուրդը։ Ճիշտ է։ Ինչ է նշանակում ես քո որդիները պետք է մոռանամ։ Նշանակում է այդ կապը կորցնելու ենք մենք իրար հետ։ Քանի որ դու չսովորացրիր քո ժողովրդին ինչ է հավատը, կամ դու խոսեցիր հավատի մասին, բայց հավատի սլակներ ուրիշ բաների վրա ուղեցիր։ Քո ժողովրդին դարձրեցիր ավելի խաչապաշտ, քան թե աստվածապաշտ, ավելի եկեղեցապաշտ, քան թե քրիստոսապաշտ, ավելի, չգիտեմ, քահանայապաշտ, հովիվապաշտ, քան թե աստվածապաշտ։ Իսկ սլակները փոխարեն Աստծուն ուղղելու ուրիշ բաների վրա ուղեցիր, ձևին, ծեսին, երևույթին, սովորությանը։ Արդյունքում այդ կապը խաթարվեց Աստծո եւ ժողովրդի միջև։ Եվ հետևանքը այն է, որ Աստված մերժում է ժողովուրդը։ Որտեղ ժողովրդին չի ճանաչում։ Հիմա հարց մենք ճանաչում ենք Աստծուն։ Մենք ճանաչում ենք Աստծուն։ Մենք որպես համայնք, մենք որպես եկեղեցի, մենք որպես ժողովուրդ ճանաչում ենք Աստծուն։ Այո, ես չեմ կարող ասել, թե ուր գնաս, բայց ես կարող եմ խնդրել քեզ, որ քո ողջ միտքը, ողջ սիրտը ուղես Աստծո խոսքի գիտությանը։ Եվ այն քեզ համար կդառնա ուղեցույց, այն քեզ համար կդառնա ուղղորդող ճշմարտությանը դեպի։ Եթե դու քո ամբողջ սրտով, քո ամբողջ էությամբ, քո ամբողջ հոգով բացվես Տիրոջը առաջ, նրա խոսքի առաջ, այդ խոսքը Սուրբ Հոգու առաջնորդությամբ քեզ դաստիարակելու է, սովորեցնելու է եւ ցույց է տալու ճշմարտությունը։ Դու կգաս այս եկեղեցի կամ կգնաս այս եկեղեցուց միայն այն դեպքում, երբ կտեսնես խոսքի ճշմարտացիության համընկնումը, այն խոսքի, որը որ քո ձեռքերում է եւ քո սրտում է։ Դու կգնաս այս եկեղեցուց այն դեպքում, երբ որ կտեսնես հակադրությունն ու հակասությունը Աստծո խոսքի ուսուցման հետ։ Դու քո սերը, դու քո սիրտը մի կապիր ոչ այս պատերին, ոչ այս բեմում կանգնած մարդու հետ։ Մենք մարդկայինորեն կարանք իրար սիրենք, ընդունենք, իրար հարգենք, իրար եղբայր, ընկեր դառնանք, խոսք չկա, բայց ճշմարտության չափանիշը ես չեմ։ Ես ընդամենը միջոց կարամ լինեմ, պիտանի կամ անպիտան միջոց, բայց դու հետևիր ոչ թե ինձ կամ այս պատերին, այլ հետևիր խոսքին, դրա համար վերցրա խոսքը, ինքդ անձամբ կարդա, ինքդ աղոթիր, արի եկեղեցի, գնա եկեղեցի եւ լսածներդ, տեսածներդ համեմատիր խոսքի հետ։ Գնա այնտեղ, որտեղ որ քեզ Աստծո խոսքն են ուսուցանում, ճշմարտապես, իրապես, բայց ամեն ուսուցում չէ Աստծուց։ Դրա համար միշտ Տիրոջդ հետ Սուրբ Հոգով աղոթքի մեջ եղիր շարունակ, որ Տիրոջը հոգին սահմանները դնի, այն ինչը որ ընդունելության արժան է, այն ինչը մերժման է արժան, որովհետև ուզես թե չուզես, մարդը սխալական է, կարող է 10 բան ճիշտ ասել, մեկ հարցում
երկու հարցում սխալմամբ ազդված, տպավորված սովորությունից, ավանդույթներից, չգիտեմ, անձնական տեսակից եւ այլն, մի բան էլ, այսպես ասած, փուստ տա, կներեք, հա, խոսքիս համար, վրիպի։ Դրա համար, եթե դու խոսքի աշակերտ չես, դու շատ հեշտությամբ կխճճվես էլ, կմոլորվես էլ, կխառնվես իրար։ Քանի դեռ այս եկեղեցում քո հանդեպ լավ են վերաբերվում, քո հանդեպ սիրալիր են, քանի այս եկեղեցու քո հանդեպ ուշադիր է, դու կգաս, որ օրը խնդիր ունեցար այդ մարդու հետ, ու անհնար է չլինի մի օր այդ խնդիրը, սել ես փնտրել քեզ ավելի ընդունող, սիրող, հարգող մի միջավայր։ Բայց սա սիրո ակումբ չի, սա դասարան է, կապ չունի դու դասատուին շատ սիրում ես կամ դասատուն քեզ շատ սիրում է, թե ոչ, կարող է դասատուն ընդհանրապես քո անունը չիմանա էլ, կարող է, հնարավոր է, լավ կլինի, որ իմանա, դրանք բոլորը լավ բաներ են, պետք է լինի դա, բայց դա չի չափանիշը մարդու լավ ուսուցիչ լինելու, այլ քեզ որքանով է անարատ, մաքուր ուսուցում տալու, որ վաղը երբ որ գնաս քննության, Աստծո մոտ կամ կյանքում քննության անցնես, դա քեզ պիտանի լինի։ Երեք զանգել է իմ ընկերը, 1 ժամից ավել, ժամ 20 րոպե գրեթե մենք խոսել ենք իրար հետ հեռախոսով։ Ասում է զանգել եմ քեզ մի բան ասեմ։ Ես երկար տարիներ եկեղեցի չեմ գալիս, երկար տարիներ։ Գրեթե 20 տարի ես եկեղեցի չեմ գալիս։ Բայց զանգել եմ քեզ շնորհակալություն հայտնել։ Ասում եմ ինչ է եղել եղբայր։ Ասում է, որտեղ այն ուսուցումը, որ ես ստացել եմ այդ կարճ ժամանակահատվածում, այդ եկեղեցում, ասում է, ինձ առ այսօր պահում է ճշմարտության մեջ։ Պահում է ճշմարտության մեջ եւ ինձ օգնում է կյանքին ամենածանր ու դժվարին իրավիճակներում ես գտնեմ ուղին, ճշմարտության ուղին ու ճիշտ դրսևորեմ։ Ու ես ձեզ պետք է ասեմ, դա մարդկային շնորհքը չէ, դա մարդու շնորհքը չէ։ Դա խոսքի ուժն է։ Խոսքի ուժն է։ Նրանք, ովքեր որ իմ լոկ մարդ տեսակի հետ ընկերություն անեն, ոմանց դուրը կգա, ոմանց դուրը չեմ գա։ Հավանական է, որ ավելի շատ չգամ, քան թե գամ։ Ամենայն ազնվությամբ, ես իմ դուրը չեմ գալիս։ Եթե ես որպես հոգի, ամեն հոգի մի հավատացեք, չէ՞ գրված է, ես որպես այդ հոգիներից մեկը հակված եմ մարդկանց կապելու իմ անձի հետ, մի օր մարդը գայթակղվելու է, մի օր մարդը մոլորվելու է, մի օր մարդը շփոթվելու է։ Այդ այնտեղ ասում է քննեցեք, տեսեք արդյոք Աստծո մեջ թե ոչ, որն այդ չափանիշը, որ ձեզ կօգնի հասկանալ, որ սա Աստծո թե ոչ։ Թանկագինս նա իր բոլոր սլակները, իր բոլոր ուսուցումները ուղում է ուր, ում Աստծո խոսքին։ Դու որպես քահանա, դու որպես հովիվ, ես որպես հովիվ, որպես քահանա, չասեք Գարիկ իրեն հռչակել է քահանա։ Մեկ կարևոր առաքելություն ունեմ, ֆունկցիա ունեմ իրականացնելու։ Կրթել, ուսուցանել ժողովրդին Աստծո գիտությունը։ Որովհետև ժողովուրդը կարակորսվի գիտություն չունենալու համար, եւ դրա պատասխանատուն ով է։ Ես եմ։ Իմ չափաբաժնի մեջ քո մասշտաբներն ավելի մեծ են, ազդեցության գոտին ավելի մեծ է, ուրեմն դու էլ քո չափերի մեջ ես պատասխանատու։ Ոստի ես երկու կոչ ունեմ, մեկը մեզ հոգևոր գործավորներիս, որ եթե իրապես Աստծուց ենք, Աստծո ճշմարիտ ավետարանը քարոզենք, ոչ թե ձև, 3 մատով, 2 մատով, 4 մատով, բաներ չսովորեցնենք, որ ավետարանը չի սովորեցնում։ Հիմա ինքը ուզում է անի, թող անի։ Խնդիր չկա, բայց 10-րդ հականը չբերենք դարձնենք առաջնային ու
Ժողովրդին սովորացնենք երրորդ օրը կարելի է գնալ գերեզման, թե չի կարելի գնալ։ Մեռնելուց 7 օր հետո են գնում գերեզման, 7-ը որի օրվանից է հաշվում, ինքնահողը կարելի է տունը հավաքվենք, դուրսը հավաքվենք, տունը կարելի է դնել, թե չի կարելի դնել։ Սենց բաները էական չի։ Լապատկով խաչանենք, չանենք, ձեռով խաչանենք, լապատկեն քաշի։ Սենց բաներ չպետք է սովորեցնենք ժողովրդին։ Չեմ ուզում սրանով նեղասրացնում եմ որևէ մեկին, բայց երեք կարդում եմ TikTok-ով բերեց մի հոգևոր մարդ, հոգևորական սովորեցնում, այս ինչը կարելի անել, այս ինչ չկարելի, այս կարելի, այս չի կարելի, այս կարելի, այս չի կարելի։ Սենց մի հատ հարց եղավ, ասաց, որ եկեղեցին 2 անգամ կարա պսակադրություն ան։ Մի մարդը եկեղեցուն կարա պսակվի 2 անգամ, այսպես ասաց։ Մի մարդը 2 անգամ կարա եկեղեցուն պսակվի, ամեն լիքը գրել էին տակը, ինչ լավ է, էլի, այսինքն ագի մարդու սրտով էր այդ խոսքը, հա։ Մի հոգի գրել էր, ասել էր ներողություն, էլի, ու շատ այնպես կուլտուրական կիրձեով դիմում է։ Հիմա չեմ ուզում ասեմ դիմելաձևերը բան, որ պարզ չլինի, թե որ եկեղեցու ներկայացուցի մասին է խոսքը։ Ուրեմն գրել է, ասում է ներողություն, էլի, որ դուք ասում եք, ուզում եմ իմանալ, արդյոք դա ավետարանով է եւ կա արդյոք ավետարանը դրա մասին խոսում է, թե ոչ։ Տակը մեր այս հոգևոր ծառայողը գրել է, ասել է, իսկ դու որ աղանդից ես։ Դրա տակը այս հարցը տվողը գրել է, ասել է, ես աղանդից չեմ, ես ձեր եկեղեցու հավատարիմ հետևորդ եմ։ Պատասխանը լսեք։ Եթե դու մեր եկեղեցու հավատարիմ հետևորդ լինեիր, տենց հարց չէիր տա։ Պատասխանը լսեք։ Եթե դու մեր եկեղեցու հավատարիմ հետևորդ լինեիր, տենց հարց չէիր տա։ Հարցը գիտեք որն էր։ Ներողություն, իսկ ավետարանում որտեղ կա տենց գրված, որ կարա 2 անգամ ինքը պսակադրվի եկեղեցում։ Այսինքն մենք ինչ որ բաներ ենք սովորեցնում ժողովրդին, բայց ոչ ավետարան։ Ով որ էլ ավետարանից քեզ հարց է տալիս, դու նրան պիտակավորում ես ճակատին կպցնում ես աղանդավոր, գնա, որտեղ միայն աղանդավորը կարա հետաքրքրվի ավետարանն ինչ ասում։ Հետո մի զարմացեք, որ ժողովուրդը կորսվում է։ Հետո մի զարմացեք, որ Աստվածը մերժում է քահանային։ Գրված է այդպես։ Ու կապ չունի սա ում դուրը կգա, ում դուրը չի գա, ով սա կընդունի, ով սա չի ընդունի։ Ընդհանրապես կապ չունի։ Պագոններ չունեն, որ մի աստղ ավելանա կամ մի աստղ պակասի։ Էական չէ։ Կարևորը ճշմարտությունն է։ Ու այս ճշմարտությունը մենք պետք է դավանենք ու ճշմարտությունից հետ չկանգնենք։ Չես ուզում խճճվել թանկագին քույրես եւ եղբայրս, ավետարանը վերցրա ձեռքդ, սիրտդ բացիր Տիրոջ առաջ, մեղքերդ խոստովանիր Աստծո առաջ, ասա, ով Տեր Աստված, ես ուզում եմ դառնալ քո աշակերտը, ով Սուրբ Հոգին սրտի դուռը բացում եմ քո առաջ, ինչպես Տեր Հիսուս խոստացավ, երբ որ Սուրբ Հոգին գա, ամեն ճշմարտության ձեզ պիտի առաջնորդի, ես լիովին տրվում եմ քեզ, ինձ առաջնորդիր ճշմարտության, ինձ ուղղորդիր այն վայրը, որտեղ որ ինձ կսովորեցնեն ճշմարիտ Աստծո խոսքը։ Ու դու կդառնաս Աստծո հոտի մի անդամը, Աստծո հովվությանը կարժանանաս, որովհետև նույն 5 կտակարանում, երբ որ Աստված մերժում է Իսրայելի քահանաներին, ասում է ես պետք է հովվեմ իմ ժողովուրդը։ Աստված, եթե հովիվը տկարացավ, հովիվը սխալվեց, հովիվը շեղվեց, Աստված միևնույն է իր հոտը չի լքելու։ Աստված տերը կանելու իր զավակներին, իր հոտին ինքնահովվելու, հետո գտնելու մի հատ հարմար մեկը, որը որ վարձկան չի։ Եվ ասում է խնամք տար իմ գառի համար։ Այս երկու լումանել վերցրա, հա, էսի կվերցնես, եւ ասում է խնամք տար։ Եթե ավել ծախսես, հաջորդ գալուց քեզ կհատուցեմ։ Հիմա տա Աստված, որ մենք այդ պանդոկապետը լինենք, չգիտեմ ինչ էր, այդ վայրը, ուր որ այդ խնամքի կենտրոնը դարձավ, այդ ընկած գողերի եւ ավազակների կողմից խճճված եւ մոլորված հոգու, որին Տեր կանգնեց ինքը, Տեր Հիսուս Քրիստոսը, որովհետեւ Սամարացին օրինակն էր Հիսուս Քրիստոսի, որպես մեր լավ ընկերը։ Մեր Սամարացին մեզ չի լքելու։ Օրհնյալ լինի նրա սուրբ անունը, հիմա ու միշտ ու հավիտյան դարերում ամեն։ Մեր գլուխները խոնարհեցնենք աղոթքի համար։ Սուրբ Հայր, քեզ սրտանց փառք ենք տալիս, որ քո խոսքը ճրագն է մեր ոտքերի եւ
այս խառնի ճաղանճ կյանքի ուղիներում երբեք այն չի դադարում լուսավորել։ Փառք քեզ ով Տեր, որ որքան էլ մեր հույսը, որքան էլ մեր հավատը պլպլացող պատրույքի նման լինի, պիտի չթողնես, որ այն մարի, որքան էլ մեր սերը, որքան էլ մեր հոգևոր ընթացքը եղեգի նման ջախջախված լինի, պիտի չթողնես, որ այն փշրվի։ Փառք քեզ Տեր Հիսուս քո հավատարմության համար, փառք քեզ քո Սուրբ Հոգու ներգործության համար, փառք քեզ քո խոսքի գերազանցության համար, որ կյանքի ամեն իրավիճակների համար նա ունի լուծումներ, նա ունի բժշկարար ուժ։ Մեր հոգևոր ընկալումները Տեր Աստված լայնացրու, մեծացրու, որպեսզի մեր լսած խոսքերը կարողանանք ընկալել։ Սուրբ Հոգովդ ավելին խոսիր, Սուրբ Հոգովդ ավելին մեզ հասկացրու, մեզ դարձրու հավատարիմ հետևորդդ Տեր, ճշմարիտ հետևորդդ։ Ազգս քո ողորմության կարիքն ունի Տեր, այցելիր, գթա և Տեր կանգնիր քո ընտրյալ զավակներին։ Աղոթում եմ մեր մայր հայ առաքելական եկեղեցու համար։ Աղոթում եմ ով Տեր Աստված, որովհետև նա իր սուրբ առաքելություն առ այսօր կատարել է մեր ազգի մեջ ավետարանի ջահը պահելով։ Աղոթում եմ ով Տեր Աստված, որ դու քո հոտին հովություն անես և քո հոտի հովիվները դու ես կարգել, դու ես որոշում, դու ես սրբագործում, դու ես հանդիմանում, դու ես կարգում և դու ես դուրս հանում։ Ողորմիր բոլորին ով Տեր, մենք չենք ուզում, որ որևէ մեկի մոտ, որևէ մեկ վայրում ապականվի ու խայտառակվի մեր սուրբ սրբոցը։ Ուստի աղոթում ենք ով Տեր, որ դու խաղաղությունը բերես, որ դու քո պաշտպանությունը բերես, որ դու քո արդարությունը հաստատես, որ Տեր մեղքը չքողարկվի, բայց և ատելությունը չհաղթի, ապա քո անունը փառավորվի ամեն բանում։ Տեր կանգնիր մեր ազգին, քո հոտին, և քո սրտի համեմատ հովիվներ հանիր ով Տեր Աստված, քո սրտի համեմատ ղեկավարներ, որ մեր ազգը մոտենա քեզ, քայլի արդարության ու ճշմարտության ուղիներով ով Տեր, որ ամեն բանի մեջ փառավորվի քո սուրբ ու պատվական անունը, որովհետև միայն դու ես արժանի ընդունելու ամեն փառքերը։ Օրհնյալ լինի քո սուրբ անունը, Հայր, Որդի և Սուրբ Հոգի։ Եվ հիմա մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հայր Աստծո սերը և Սուրբ Հոգու հաղորդակցությունը ձեզ հետ լինի, գնացեք Տիրոջ խաղաղությամբ։ Ամեն։